Դոնալդ Թրամփ թե Վլադիմիր Պուտին։ Եթե Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը բանակցեին միմյանց դեմ, դա կլիներ բարդ եւ բազմաշերտ դիմակայություն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը, տարբեր մոտեցումներ եւ ռազմավարություններ բանակցություններում։ Վերլուծենք նրանց բանակցային վարքագիծը, հոգեբանական առանձնահատկությունները, ուժեղ եւ թույլ կողմերը եւ հնարավոր ելքերը։ Մոտեցումը. Դոնալդ Թրամփ ագրեսիվ, գործարքային, ինտրիգային, հաճախ անկանխատեսելի։ Վլադիմիր Պուտին հաշվարկված, ռազմավարական, թաքնված սպառնալիքներով։ Մանիպուլյացիաների մեթոդները։ Դոնալդ Թրամփ վերջնագրեր, ինքնավստահության ցուցադրում, տեղեկատվական աղմուկ, ստատուսի խաղեր, ոչ կոնկրետ խոստումներ։ Վլադիմիր Պուտին սառնասիրտ հաշվարկ, լռության տեխնիկա, վախի գործադրում, հակառակորդի հոգեբանական խոցելիությունների օգտագործում։ Միջանձնային ոճը։ Դոնալդ Թրամփ բարձր ինքնավստահություն, գերիշխանություն, պարզունակ հռետորաբանություն, էմոցիոնալ խաղեր։ Վլադիմիր Պուտին խորամանկ, էմոցիոնալ վերահսկված, պակաս բառերով ավելի մեծ ազդեցություն։ Տեղեկատվական կառավարում։ Դոնալդ Թրամփ շատ է խոսում, արագ հայտարարություններ անում, հաճախ փոխում դիրքորոշումը։ Վլադիմիր Պուտին քիչ խոսում է, հետևողական է, թողնում է մթության մեջ։ Կոշտության մակարդակ։ Դոնալդ Թրամփ անմիջական ճնշում, ուղղակի հարձակվողականություն։ Վլադիմիր Պուտին համբերատար, հաշվարկող, նախապես պլանավորող։ Ոճի խոցելի կողմերը։ Դոնալդ Թրամփ գերհուզականություն, կտրուկ փոփոխվող դիրքորոշում, կարող է տրվել ինքնասիրության խաղերին։ Վլադիմիր Պուտին չափից դուրս հաշվարկված լինելը կարող է ընթերցվել որպես կանխատեսելիություն։ Ուժեղ եւ թույլ կողմերը։ Թրամփ ուժեղ կողմեր, բանակցային ճնշման տակ դիմադրելու ունակություն, գործարքներ կնքելու փորձ, իր թիմին միավորելու հմտություն, դինամիկ խաղերի վարպետություն։ Թույլ կողմեր։ Կարող է տրվել էմոցիոնալ խաղերի, չափազանց ակնհայտ հնարքներ, պայմանագրային կոնկրետության պակաս։ Պուտին ուժեղ կողմեր։ Սառնասիրտ հաշվարկ, հոգեբանական ճնշման վարպետություն, դիմացինի թույլ կողմերը բացահայտելու ունակություն, հատուկ ծառայությունների գործիքակազմի կիրառություն։ Թույլ կողմեր։ Գերհաշվարկված լինելը կարող է դանդաղեցնել գործընթացը չափից դուրս վերահսկողության ձգտում։ Բանակցային ռազմավարությունները։ Թրամփի ռազմավարություն։ Ագրեսիվ մուտք, սկիզբը կտրուկ եւ շոկային, վերջնագրերի ներկայացում։ Էմոցիոնալ անկայունություն, փորձելով հակառակորդին հանել հավասարակշռությունից։ Տեղեկատվական լաբիրինթոս, բազմաշերտ հայտարարություններով պոտենցիալ պայմանավորվածությունների մշուշոտ դարձում։ Հակառակորդի ինքնավստահության խարխլում, կասկածներ սերմանելով նրա թիմի ներսում։ Մասնավոր գործարքների առաջարկ, թուլացնելով ընդհանուր ռազմավարությունը։ Պուտինի ռազմավարություն։ Լռության տեխնիկա, Թրամփին ստիպելով ինքնուրույն բացահայտել իր ռազմավարությունը։ Մեկուսացման տեխնիկա, փորձելով Թրամփին հեռացնել իր թիմի աջակցությունից։ Հոգեբանական գերազանցություն, Թրամփին ենթարկելով անորոշության եւ ճնշման տակ պահելով։ Փոքր հաղթանակների տեխնիկա, ամեն կետում փոքր զիջում ստանալ, վերջում կազմելով խոշոր հաղթանակ։ Հետադարձ շանտաժի մեթոդ, բանակցությունների ընթացքում թաքնված սպառնալիքների օգտագործում։ Իսկ հիմա պարզենք ինչ կլինի արդյունքը։ Եթե Թրամփը կարողանա թարմ եւ դինամիկ ագրեսիա գործադրել, մանևրելով արագ, կարող է ստանալ անհրաժեշտ կարճաժամկետ արդյունքներ, բայց կբախվի դժվարությունների երկարաժամկետ խաղում։ Եթե Պուտինը կարողանա սառնասիրտ սպասել եւ չափավոր զիջել, ապա Թրամփը կհոգնի իր կտրուկ մարտավարությունից եւ ի վերջո կկատարի ավելի շատ զիջումներ։ Հնարավոր սցենարները։ Եթե բանակցություններն արագ ընթացք ստանան, Թրամփը կունենա առավելություն։ Եթե բանակցությունները ձգձգվեն, Պուտինը կմնա հաղթող։ Եթե բանակցություններում օգտագործվեն հակառակորդի անձնական թույլ կողմերը, առավելությունն ունի Պուտինը։ Եթե բանակցությունների ընթացքում ներգրավվեն լրատվամիջոցները, առավելություն կստանա Թրամփը։ Եզրակացություն. Եթե Թրամփը փորձի ստիպել արագ գործարք կնքել, բայց Պուտինը դիմադրի եւ ձգձգի,
ապա հաղթելու ավելի մեծ շանս կունենա Պուտինը։ Բայց եթե Պուտինն ընդունի Թրամփի խաղի դինամիկան եւ տարվի նրա տեմպով, ապա Թրամփը կարող է գերիշխել խաղալով իր անկանխատեսելիության վրա։ Եթե երկուսից մեկը պարտվելու է, ապա դա ամենայն հավանականությամբ Թրամփը կլինի։ Բայց եթե Թրամփն արագ գործի եւ առաջ տանի տեղեկատվական խառնաշփոթ, նա կարող է դուրս բերել բանակցությունները հօգուտ իր շահերի։ Վերջնական արդյունքը կախված կլինի նրանցից, թե ով է ավելի լավ պատրաստված։ Իսկ դուք ինչ կարծիքի եք, գրեք մեկնաբանությունում։